Պարոն Գևորգյան, այսօր վերջին ակցիան եք իրականացնում քարոզարշավի։ Կցանկանայինք նախ փոքր հետնել, ինչպիսի տպավորություններ ունեք ընտրական այդ քարոզարշավից առհասարակ եւ ինչ եք ակնկալում ձեր։ Ակնկալում ենք այն, ինչ ցույց տվեցինք մեր հայրենակիցներին, որ այս ընթացքը դադարեցվի, թե չէ ընտրությունը նման է անցած տարբեր ընտրություններին ուղղակի տարբեր նյուանսներով։ Որոշ դեպքերում դեմքերը փոխվել են, որոշ դեպքերում չեն փոխվել, բայց մեր ամբերության բաժակը շարունակվում է լցվել, մեզ թունավորում են իրար հանդեպ, ամենագլխավոր խոսափողներով լսում ենք ատելության խոսք, հայոյանքներ ընտանիքի անդամների հանդեպ, ձերբակալություններ, որոնք ավարտվում են տենց քաղբանտարկյալի տարբերակով մի կես տարի, մի տարի, այս ամեն ինչը մենք պետք է դադարեցնենք, որ իրական անկախ ազատ երկիր ունենանք։ Ինչքան ուշ ենք խելքի գալի, այնքան մեծ են լինում կորուստները, թե մարդկային, թե երկրի տարածքային, ու դրանք չեն կանգնելու, եթե մենք վարկ չփոխենք։ Մենք այս տարբերակով ուզեցանք ցույց տանք մեր քաղաքացիներին, որ այս համբերության բաժակը ամսի 7-ին նրանք կարող են շուռ տալ, ու մենք լիքը ջանք ենք դրել, ստեղծել ենք բոլորին դեմ 1, քվեաթերթիկ համար 2։ Հենց այն գործիքը, որը պետք է այս համբերության բաժակը շուռ տա, որը կլվա կտանի այդ տարբեր արագ ստեղծվողի կուսակցություններին, տերերի մոտ աշխատող ընդդիմություններին, մեզ գեղեցողներին ու մեզ ծաղրողներին։ Այս է այս ամենը, կարծում եմ մաքսիմալ պարզ կարողացանք ցույց տալ, որոշումը ժողովրդինն է ու լավ կլինի, որ ոչ միայն իրենց տեղը պատասխան տան, այլ այնտեղ, որտեղ իրանք կան, իրանք շրջապատի հոգիներն էլ վառեն կրակով փոփոխության ու նրանց է դրթեն գնան ընտրության։ Ձեր ցուցակը կարդալիս այսպես նշում էիք Պապլավոկի դեպքը, հոկտեմբերի 27-ի դեպքը, Արցախի դեպքը, արդյոք դրանք այդպես համահունչ դեպքեր են, որովհետև եթե Պապլավոկի դեպքը կա, ուրեմն հղի կնոջ դեպքն էլ պետք է լիներ։ Սոնայի դեպքը անպայման պետք է այստեղ լիներ, երևի արագ կարդալուց բաց եմ թողել, տենց հարյուրավոր դեպքերը պետք է լինեն, եթե մեկը կնկատի, որ ինչ-որ դեպքի վրով շրջանցել եմ, ներողություն եմ խնդրում, ուղղակի 32 ժամ չէի կարող կարդալ, այդքան դեպք է եղել։ Իսկ դեպքերը մեծությամբ կամ փոքրությամբ նշված չեն։ Կա մի դեպք, օրինակ հղի կնոջ դեպքը շատ ավելի շատ բաժակը ինչ-որ մարդու կարող է լցնի, քան թե ինչ-որ դիրքի կորուստը ինչ-որ ուրիշ մարդու։ Դեպքերն էլ մենք տարբեր ձև ենք ընկալում, բայց փաստ է, որ այդ բոլոր դեպքերը մեր բոլորիս համբերության բաժակը լցնող դեպքեր են։ Այստեղ դեպքերի ծանրությամբ կամ թեթևությամբ չկար։ Զուտ փորձել ենք դասավորել ըստ ժամանակագրության, այն էլ ինչքան ստացվել է։ Հիմա հարցը այն է, որ այդ բոլոր էպիզոդները, երբ որ չեն ունենում գնահատական, հանցագործությունը ինչը, մի հոգու սպանությունը երկրի համար տենց մեծ բան չի, բայց մի հոգու անպատիժ սպանությունը երկրի ձևը ամբողջությամբ փոխում է։ Հիմա բոլոր այս հանցագործությունները մարտի 1-ը լավագույն օրինակն է, որ 18 տարի հոլովում են իրար դեմ, 4 նախագահներն են, մի վարչապետն ու 3 նախագահները, թե ակտոր են եղել, հələ մեղավորին չեն գտել 18 տարի։ Այս դեպքերը բոլորը փտացնում են մեր երկիրը, իրանց անպատժելիությունն է, որ փտացնում է մեր երկիրը, այս բաժակները ռեալ լցնում է։ Մենք զգում ենք ոնց է լցվել, մարդիկ էլ են զգում, ուղղակի բոլորին դեմը զուտ այդ ամենը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա ցույց տալու գործիքներ։ Մենք ցույց տվեցինք, որ եթե այս բաժակը թույլ տանք էլի գան ֆրթսնեն կներեք այդ բառից համար, այդ դույլերը կուսակցական մնալու են ու շարունակելու են կեղեքել մեր ճակատագիրը, շարունակելու են կլորացնելով հաշվել մեր զոհերը, իրար ընտանիքների կպնել, սրբազաններ ձերբակալել, ղրգել տնային կալանքի։ Հիմա դրան ճեղքումը պետք, կամ մենք իրար հետ միանալու ենք այդ ճեղքումը անենք, ում եք միանալու։ Կամ ձեր, նրա հայ մարդկանց ուժերի, որոնք կանցնեն, ում եք չեք միանալու։ Երբ որ մենք հասանք ներս, մենք ոչ մեկի հետ չենք միանալու, նրանք կատարելու են մեր վերջնագիրը, որ լինի ճեղքում։ Մենք բոլորին դեմ մարդկանց ենք ներկայացնում, տարբերակ չկա, մի ուժին ավել կամ պակաս դեմ լինենք, չնայած ես անձամբ կարամ մի ուժին ավել կամ պակաս դեմ լինեմ։ Մենք անելու ենք մեր հստակ ծրագիրը, դրա համար ժողովրդի աջակցությունն է անհրաժեշտ, մենք գիտենք, որ դա կա, այն ամենը ինչ որ մենք արել ենք, ընդհանրապես անլրջություն չէր, դա հստակ գործիքներ, որ մարդիկ դա տենան,
Մենք բավականին լուրջ մարդիկ ենք, լուրջ գործեր արած, կեսս ես իմ պատերազմի մասնակիցներ ենք, մեր վարչապետի տեխնացուն ամենալավ իրավապաշտպաններից մեկն է, որ պաշտպանել է այդ թվում տարբեր հիմիկվա ամենաուժեղ պաշտոնյաներին։ Ու մենք մաքսիմալ լուրջ գործ ենք բռնել։ Այս գործիքակազմը ժողովրդին հասնելու ձևն է ու ես կարծում եմ հասել ենք։ Մնում է այս 2 օրը վաղվա լռության օրը ու այսօր մարդիկ նստեն, մտածեն, լուրջ վերլուծեն ու ասում եմ մենակ ձեր քայլը հերիք չի։ Պետքա ձեր հարազատներին էլ կոչ անեք, քայլ անեն։ Երբ որ քայլը կանենք, մենք ճեղքումը կանենք։ Այսքան։ Ասում եք գալու են շեմը նվազեցնենք քաղաքական փոփոխություններով, որպեսզի նոր ուժեր հայտնվեն, բայց հիմա այստեղ process-ում ներգրաված են 19 արդեն քաղաքական ուժ։ Դուք բոլորին դեմ եք, ստացվում է բա ուր են այն մարդիկ, որոնց համար պայքարում եք, չկան։ Շատ լավ հարց է։ Մենք մեզ էլ ենք դեմ, եթե այս կանոններով ուզենանք 5 տարի ղեկավարենք։ Այն բոլորը, ովքեր ուզում են սուպեր վարչապետ դառնան, իսկ սա Սերժի Կոստյումն է, որը սուպեր վարչապետի համար է։ Այդ բոլորին դեմ ենք։ Այն բոլորը, ովքեր ուզում են մոտը ընդդիմություն աշխատեն, ովքեր այս 5 տարին ընդդիմություն են աշխատել այս կանոնով, նրանց էլ ենք դեմ։ Մինչդեռ եթե նորմալ կանոն լինի, եթե ընդդիմությունը բուտաֆորիկ չլինի, դեր ունենա, նորմալ է, որ մի տոկոսանոց ուժերը ներսում լինեն ու ասելիք ունենան։ Հիմիկվա խորհրդարանի ընդդիմությունը 19-ի մեջ չկան այդ մարդիկ ու հենց պիտի լինեն այնտեղ, որտեղ որոնք դեռ չեն եղել։ Ասեմ, չէ, եթե ձեզ թվում է իրաց լվալու ենք, թափենք նորերը գան, ոչ, իրանք են գալու, նոր դաշտում արդար կանոններով խաղան։ Մենք ուրիշ հայեր չունենք։ Անկախ այն ուժերին, դրանցից ոմանց ընդհանրապես ես չեմ համակրում չասեմ, էլի, բայց մենք ուրիշ հայեր չունենք։ Մեր խորհրդարանը պետք է ներկայացնի մեզ, այդ թվում այդ ուժերի համակիրներին, բայց ոչ թե մուտքը մի տոկոսով լինի, ոչ թե ասենք 4 կամ 5-7, իրանք հեսա ասեմ։ Մենակ այդ կետով իհարկե ոչ։ Մուտքը պետք է իջնի 1%, բոլորին դեմ քվեաթերթիկը պետք է լինի։ Կայուն մեծամասնությունը պարտադիր պետք է դուրս գա, որը օրինակ հիմա եթե 2 մեծ ուժեր եղան, հանգիստ կարան ոչ մեկի այդ լեզու չգտնեն, որովհետև իրանք երկրորդ փուլով մեկը կհաղթի ու 52-ի տերը կդառնա, Մուսոլինին է մեկ այդ սահմանադրություն ունեցել։ Այդ կետից հետո ամենակարևորն է գալի 100 օրից նոր արդար ընտրություններ, որտեղ վարչական ռեսուրս մենք չենք կիրառելու, որտեղ մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցելու։ Հիմա դուք տեսնում եք դասատուները աշակերտների, տնօրենների, դասղիկների, ուսմասվարների հետ, ես իմ ոնց դառնում եմ բան ԿՊ-ի աջակից, այտենց չի լինում, իմ մայրն էլ է դասատու եղել, հայրն է։ Ես 35 տարի տանս մեջ տեսել եմ ոնց է լինում այդ process-ը, ու այդ process-ը հստակ կանխվել է իմ մոր մասով, ու էսի դասատու ծնողներին եմ ուղղում։ Երբ որ ես ու քուրս կարողացել ենք մարդավարի գումար աշխատել, ասել ենք մայր ջան, ինչ ուզում ես արա, մենք տեր ենք։ Ու դրանից հետո մորս վրա ճնշումները վերջնականապես ավարտվել են, որ ճիշտ կլինի, իսենց հասկացնելով, հիմա մարդիկ 100,000-ավոր լսում են ու զգում են ինչ ա եղել մի քանի օր առաջ իրանց հետ, որ իշմարով իրանց հասկացվել է, այդ բառը պետք է օգտագործել, ուրիշ չկա։ Կարող է ուղղակի ուսուցիչը ուզենա մասնակցել։ Կան որ մասնակցում են, բայց երբ որ ցավոք սրտի իրանց էլ են վերածում փաթեթի, այդ ժամանակ բացառում են։ Արտուր Չախոյան կար հայտնի լրագրող, հիշեք 23 թվականին, որ ցույցի մեջ էր մտել, հարցնում էր, ասում էին, չէ, 34 մի գրի, 38 գրի, որ ներկայանում էր ԿՊ-ից։ Այդ դեպքը ոչ մեկ չի մոռացել։ Այդ նույն մարդիկ հիմա էլ են բերել, ուղղակի Արտուր Չախոյանը հավես չուներ, չբացահայտեց երևի։ Ինքնա բացահայտվեցին, ես իմ Թաթոյանը օգնեց։ Այդ ամենը կատարվում է, այդ ամենը նորմալ չի։ Ու այդ ամենը եթե չճեղքվա, էլի լինելու է իշխանություն, մոտի աշխատող ընդդիմություն, որը նախատեսված է, ասենք բանը Արցախի դեպքերի ժամանակ 70-30 քվեարկելու համար, Տավուշի դեպքերի համար 70-30 քվեարկելու համար, որ աշխարհից ժողովրդավար երևա։ Ժողովրդավար չի։ Մենք մեր շարժերը գնահատում ենք ռեալ, այս շարունակությունը ավելի բարդ է լինելու, պետք է մարդիկ այնքան գնան ընտրության, որ ոչ մի ուժ 50+% չհավաքի։ Թե չէ, դա դառնալու է հերթական մեր սուպեր վարչապետն ու դիկտատորը ու այն հեռախոսը SMS-ների մոտը լինի, ում ուզենա բռնի, ում ուզենա բաց թողի հանկարծ ընտրության ժամանակ։ Մեր անցողիկ շեմի հատելու մասը ռեալ գնահատում ենք մենք։ Այ բայց նայեք, մեր հաղթանակը միայն մեր անցնելուց չի կախված։ Եթե մենք հավաքենք թեկուզ 30%, բայց մի ուժ հավաքի 60, ստացվում է այդ սուպեր վարչապետությունը։ Դա մնում է մեր որոշումը, այնտեղ դեպուտատ աշխատենք, թե ոչ, մենք չենք աշխատելու։ Բայց
Այ եթե չեղավ 60, դա լուրջ գործ է բացում։ Այդ գործիքը չեք ստանալու, որ անել ձեր ուզած։ Դա ամենասիրածս հարցն է, ասեմ ձեզ։ Երբ որ թշնամին մեր վրա էր հարձակվում, ես ռեալ գնահատում էի, որ այնպես մի 10% է հավանականությունը հաջողելու։ Իրանց զենքերից, քանակից, այդ սիրիացիների արաբերեն խոսալուց։ Այդ առիթ չէր իմ համար, որ նահանջեի։ Այդ դեպքում կոնկրետ մեր տարածքում եղավ հրաշք, ճիշտ է, այդ հրաշքը ընդհանրապես չազդեց ընդհանուր գործի վրա, բայց մեր տարածքում մենք անկախ թշնամու քանակից մեր գործը արեցինք, նույնը 21-ին, 22-ին, 23-ին։ Էնպես չի, որ եթե խնդիրը մի քիչ մեծ է, պետքա վախենանք, փախնենք։ Մենք ինչ ունենք, այս գործի մեջ ենք դրել, ամենակարևորը մեր անունը։ Ու ինչ ջանք ունենք դնում ենք, որովհետև չհաջողելու դեպքում հետևանքները շատ ծանր են լինելու։ Մոտավոր այնքան ծանր, ինչ տեսել ենք վերջին 5 տարում։ Մի հատ այտենց 5 տարի է մեզ սպասվում։ Այսքան։ Քանի որ դուք անդրադարձաք ուսուցիչներին, շատ եմ նշում ահազանգեր են լինում, նույնիսկ այսպես սոցհարթակներում են սկսել տարածել, որ ուսուցիչների առհասարակ պետական աշխատողներից պահանջում են ինչ-որ փաստաթղթեր եւ նույնիսկ պահանջում են, որ իրենք պետք է նկարեն իրենց դիակնոստիկը 16 համալիրում մասնավորապես։ Եվ ուղարկեն իրենց վերադասներն այդ մասը ինչ-որ որտեղ դասական բառը կոչվում է վարչական ռեսուրս։ Ոնց են կիրառվում, արդեն կախված է ընկերոջս ասած դասովշիկների ինստիտուտի մասնագետներից։ Իրանք կան հմուտ են կիրառում, կան բռի են փողով են կիրառում, կան ծեծելով են կիրառում, կան համոզելով։ Այդ վարչական ռեսուրսը այդ երկու բառը ամենը փաթեթով ներառում է։ Հասկացնելով, մեկին հանելով ամենաակտիվ, որ մնացածին դաս լինի, հանելով ու լրացնելով, մեկ-մեկ էլ ինֆորմացիան դուրս է պլստում, մենք իմանում ենք։ Եթե մեկ ինֆորմացիա իմանում եք, իմացեք 400-ը տեղել է։ Ու այդ բոլորը եղել է, հիմա նայողները գիտեմ, որ եղել է։ Հարևան ունեն, մորքուր ունեն։ Դե դուք եթերով չեք տեսել օրինակները, դպրոցը որ մոտիկանում են, ինչ էի կանում, հետո սկսում են 3 օր արդարանալ։ Նույնիսկ մի դեպքում չկարացան մի բան անեն, մի քանի հոգու գործից հանեցին, որ թղթերով ճիշտ լինի։ Պատկերացնում եք, սկզբից ստիպելով տանում են իրաց ցույցին, բռնվելու համար է գործից անում են։ Հիմա սենց է լինելու։ Այս փուճուր էպիզոդները այն բակը լցնող էպիզոդներն են։ Այս մենք ինչ արեցինք, մեկին մեկ իրականությունն է։ Իրականությունը մի բան է պակասում, քվեարկենք այդ բակը շուր գա, բաժակը, կամ այդ բաժակից ասենք են OEC-ի նման ուժերից մեկը հիմա որ կա, ռեբրենդինգ եղած, կա, մի քիչ կմի էթա, էսա, ես եմ շտում։